Շատ լավ, այսինքն ընդհանուր 2.5 ժամը շատ լավ։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի նիստի մասնակիցներ, չստացվեց պետության և հանձնաժողովի կողմից ծրագրված ի սկզբանե, ոչ միայն աշխատակազմի, այլ նաև հանձնաժողովի, որտեղ ի սկզբանե ըստ ինձ պլանավորումը արագ վերջացնելն էր և այն դիտարկումները, որ իբրև թե նիստը վարել ենք այնպես, որ բոլորին պարզ լինի, կարծում եմ ես փաթ և նաև այսօր ինչ-որ չափով է սկզբի հատվածում, ովքեր որ դիտել են կամ կարող են ամբողջական նորից դիտել, կհասկանան, որ ինչ-որ փոխվեց մեր կողմի, այսպես ճակերտների մեջ, կռիվների արդյունքում, անհատական ամեն ինչը, ժամից սկսած, հարց ու պատասխանից սկսած և այլն, ֆիքսում եմ, որ ստացվեց։ Հանձնաժողովի արագ ավարտելու ցանկությունը շատ լավ հասկանում եմ, չեմ ընդունում իհարկե, բայց շատ լավ հասկանում եմ, որովհետև այն նյութը, որը պատրաստված էր շատ թերի, պատրաստված էր շատ սխալ, այն առումով, որ հենց մեկը ճգնաժամային կառավարման այսպես իմիտացիա ստեղծելու համար տկեն ուղարկել էր 9 կետանոց հաղորդում, որից եթե չեմ սխալվում 7 կետը դուրս էր եկել, այսինքն պատկերացրենք մի իրավիճակ, որ հեծը խլելու գործընթացը ի սկզբանե նախաձեռնելուց, ասում են գիտեք ինչ, հարգելի հայրենակիցներ, կա ճգնաժամ և այդ ճգնաժամը կառավարելի դարձնելու, չգիտեմ, ազգային անվտանգության հարցեր են դնում տակը և ուղարկում են 9 կետ։ Հիմա եթե 9 կետից 7-ը վարույթում ներառված չի, դա նոր կետեր են ներառված, արդեն կարելի է պնդում անել, որ ճգնաժամ ուղղակի չի եղել և մեր ժողովրդին և մեզ առավել ևս, որից մեկը չի բացատրել ինչ ճգնաժամի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ իշխանության ներկայացուցիչները քաղաքական իշխանության մասին է խոսքը, ինչպես նաև հանձնաժողովականները չեն ապրում այսպես լուսնից բերված էլեկտրոէներգիայի հույսին և բոլորս նույն կենցաղն ենք վարում և նույն տեղերից ենք սնվում, այսինքն հեծից։ Եթե ճգնաժամ առաջացել է, ապա ամենայն դեպս միայն իշխանական էլիտայի համար, ամենայն դեպս։ Հիմա անդրադառնանք հարցերին։ Առաջինը դա ԲՀ-ի խնդիրն էր, որ ամբողջությամբ ըստ ինձ տապալվեց մի քանի պատճառով, առաջինը, որ այնտեղ գրվում էր մեկ գործողությամբ, և այդ մեկ գործողությունը ոչ մեկ չկարողացավ հիմնավորել, ոչ ոք, ոչ կառավարիչի աշխատակազմը, ոչ հանձնաժողովի աշխատակազմը, անգամ ոչ էլ հանձնաժողովը, ընդամենը ֆիքսեցին, որ իրենց կարծիքով 70 միլիարդ դրամը վատնվել է, գիտեք ինչ, այսպես ասած պետության իշխանության դռները պետք է լույսեր անջատել, փակել և գնալ իշխանության մասում, եթե 70 միլիարդ դրամը վատնվել է և չի ծառայել իր նպատակին, ապա հարց է առաջանում ինչու պետք է առաջին հերթին դա ինչ-որ վարչական վարույթով քննվի, չէ՞, խոսքը գնում է պետության, խոսքը գնում է ժողովրդի ամբողջ հասարակությանը հետաքրող և շահերից բխող հարցի հետ։ Եվ երկրորդը 4 ամիս այն անձինք, ովքեր ներգրաված են եղել այս թեմայի մեջ, առայժմ համենայն դեպս շատ մեծ մասը, չեմ ուզում ամբողջն ասել, չասեն մի հոգի դուրս է եկել կամ մի հոգի չի աշխատում։ Բոլորը դեռևս աշխատում են այսօրվա հեծում, այսօրվա կառավարիչի ենթակայության տակ։ Հիմա եթե հունվարի 13-ի ինչ-որ գրություն են բերում, դա արդեն նշանակում է, որ այլ բան չի արվել։ Ինչի համար չի արվել, համենայն դեպս այդպես ցույց են տալի, ես չեմ հավատում, որ չի արվել, որովհետև իմ անձնական կարծիքով արվել է, ուղղակի արդյունքները, այսպես ասած, գոհացուցիչ չեն եղել, բնականաբար պետք է բերվի հունվարի 13-ի այդ համապատասխան ծառայական քննության արդյունքները, որը իմիջիայլոց այդպես էլ ոչ կառավարիչը, ոչ հանձնաժողովի աշխատակազմը չկարողացան բացատրել, թե ինչպես է լինում, որ
եզրակացության արդյունքները կանգնում են ընդհանրապես ինչ-որ զեկուցագրի վրա, առանց անվտանգության տնօրենի հաստատման, առանց գլխավոր տնօրենի զեկուցագրի եւ այլն։ Հիմա ես ձեզ այստեղ կհնչեցնեմ անվտանգության եւ վերահսկողության տնօրեն Սեյրան Մեջլումյանի խոսքերը, քանի որ հանձնաժողովը դրան է անդրադառնամ, ինչու վկաներին չցանկացավ անդրադառնալ, քանի որ հանձնաժողովը չցանկացավ, բնականաբար Սեյրան Մեջլումյանը այստեղ լինել չէր կարող, բայց Սեյրան Մեջլումյանը հավաստիացնում է, որ ինքը չի ստորագրել, չի հաստատել այդ փաստաթուղթը, որի արդյունքում չի ստորագրել ինչի համար, որովհետև նա կասեցման հրաման է տվել, որը հեծը չի բերել։ Ես կրկնում եմ, փոխանցում եմ անվտանգության այդ ժամանակվա տնօրենի խոսքերը, հանձնաժողովը եթե ցանկանար իրականություն ամբողջությամբ իմանալ, բնականաբար պետք է լինեն այստեղ մարդիկ, որոնք այդ խոսքերը այսպես անձամբ կներկայացնեն։ Եղել է կասեցման որոշում, հաշվի առնելով, որ մտել են փակուղի։ Հիմա ինչի 4 ամսվա ընթացքում չի կատարվել որևէ ծառայական քննություն, այլ կառավարիչը դրսևորելով երկակի ստանդարտներ, որ դեպքում պետք է հին հեծի աշխատակազմը շատ լավն էր, որ դեպքում պետք չի հին հեծի աշխատակազմը հանցագործների հավաքածու էր։ Այդ պատասխանն էլ չտրվեց, հարգելի հայրենակիցներ, եւ այդ մեկ այսպես կոճակով անջատումը, այսպես այդ տվյալների կորելը բերեց։ Երկրորդը ունեցել են հնարավորություն աշխատել եւ պիրամիդայի եւ կասկադ ընկերության հետ եւ շատ հանգիստ կարող են ճշտել, որ համենայն դեպս իմ անձնական կարծիքով ճշտել են, ուղղակի նորից ձեռ չի տալիս դա հրապարակայնացնել, որ աշխատանքներ էր կատարվում վերականգնելու ուղղությամբ այն առումով, որ համապատասխան ընկերությունները չեն տվել գրություն կամ պատասխան, որ մենք այլևս չենք կարող վերականգնել։ Եվ Մոսկվայի այսպես ընկերության աշխատակիցների հայտարարությունը եղել է, որ հնարավոր է մենք եղած լինենք, ոչ թե մենք ենք արել։ Սա այսպես կոտրում է առաջի կետը, հաշվի առնելով, որ ամենայն դեպս համակողմանի չի կատարվել եւ ամենակարևոր հանգամանքը, եթե խոսում ենք 70 միլիարդ կորելու մասին, այսպես անպագորգոր հայտարարություններ անում հանձնաժողովի աշխատակազմը, այն մեկը մի բան չարած մի անգամից ձեռքներ նորորում տանում են։ Այս պարագայում ինչի գլխավոր դատախազությունը եւ մնացած իրավապահ մարմինները չզբաղվեցին այս հարցով եւ չպարզեցին։ Լավ, վերջ ով էր սա արել։ Իսկ միգուցե դիտավորություն կար։ Իսկ միգուցե բազաները ջնջվում էին, որպիսի ճակերտների մեջ մեր արած ապօրինությունները չբացահայտվեր։ Ոչ մեկի դա չհետաքրեց, ոչ հանձնաժողովին, ոչ կառավարչին, ոչ այսպես նախաքննական մարմիններին, իրավապահ մարմինին, իսկ իմ կարծիքով ոչ թե չհետաքրեց, այլ այդ բոլոր մարմինները շատ լավ գիտեին ինչ է կատարվել, բնականաբար ամբողջի բացահայտումը բերելու էր նրան, որ հեծը որպես այդպիսին ամեն դեպքում մեղավորություն չի ունեցել։ Հաջորդ հարցը, որ ոչ միտեղ գրված չի, որ գրավոր պետք է տեղյակ պահվեր, մեր գլխավոր տնօրենը հայտարարում է, ես բանավոր տեղյակ եմ պահել, հանձնաժողովի նախագծում է, ես ինձ տեղյակ չի պահել։ Հիմա այստեղ հարց է առաջանում, ինչպես է լուծվելու։ Այսինքն, եթե մարդ ունի պաշտոն, նշանակում է հավատալու ենք իրան, այս կետն էլ է, այսպես ասած, կոտրվում։ Մի խոսքով ես առաջի կետի հետ կապված կարծում եմ, որ այն անձինք, ովքեր որ այդ ստորագրել են, այսպես զեկուցագիր կոչվածը, այդ անձինք պետք է կառավարիչը երկրորդ անգամ մեզանից հետո կատարել ծառայական քննությունը, հաշվի առնելով, որ բոլոր հնարավորություններն ուներ, կրկնում եմ, իրենք այդտեղ աշխատում են դեռևս մեծ մասը։ Հանձնաժողովը կամ իր մոնիտորինգի, կամ իր միջև վարույթն եմ ասում, միջև այս նիստը, իր հնարավոր բոլոր միջոցներով պետք է պարզել ինչ է եղել, եւ ամենավերջում, եթե անգամ այդ ամբողջը չի էլ արվել, գային այստեղ եւ ասեն, գիտեք ինչ կա, մենք 3-4 ժամ տրամադրում ենք բոլոր վկաներին։ Բոլոր կողմերը թող հրավիրեն իրենց վկաներին կամ իրենց հետաքրող։ Դա էլ չարվեց բնականաբար, այսինքն իմ համար եւ փաստերի հիման վրա առաջի կետը ուղղակի գոյություն չունի, հետեւ ընդհանրապես կետերը լցնելու խնդիր եղել։ Երկրորդ կետը, որին ցանկանում եմ անդրադառնալ, դա թերգրանցումներ եւ հավելագրումներն են։ Հարգելի հանձնաժողով, ինչպես գիտեք, գոնե այդ մասը հանձնաժողովի այսպես 5-ից 4 անդամ տիրապետում են շատ լավ, աշխատել են մեզ հետ ամենօրյա ռեժիմով,
աշխատել են շատ խիստ, աշխատել են շատ որպես պահանջող կողմ, որպեսզի ամեն ինչ ճիշտ արվի։ Հիմա նայեք, տպավորություն է ստեղծվում, որ ամենայն դեպս գերածով, որ եղել է համակարգային։ Դա շատ հանցավոր գործունեություն է, հանցավոր բառից բուն իմաստով, խոսքս հանձնաժողովի աշխատակազմի, ամենայն դեպս քանի որ հանձնաժողովի աշխատակազմն է ներկայացրել, ես ասում եմ հանձնաժողովի աշխատակազմ։ Իսկ իմ ներքին համոզմունքը, քանի որ այսքան տարի իրար հետ աշխատել ենք, բնականաբար վարույթների նյութերին կազմելուն անգամ մասնակից եղել հանձնաժողովի անդամներ, ում գծով որ զեկուցվում էր, շատ հանցավոր գործունեություն է այդտեղ կատարվել այդ համակարգված հասկացությունը տակը դնելով։ Այսինքն փորձ է կատարվել, ինչու եմ ասում փորձ, որովհետև չի հաջողվել դա ոչ հանձնաժողովին, ոչ աշխատակազմին, ոչ էլ կառավարչին առավել ևս չի հաջողվել հիմնավորել, որ դա համակարգված է։ Մի պարզ պատճառով համակարգվածությունը, որ կողմից ուզում ենք նայենք, նշանակում է ամբողջականություն, նշանակում է ամբողջ համակարգի հետ կապված։ Գոնե հեծ գլխամաս չեն հասել, ել չեմ ասում մասնաճյուղերի տնօրեններ, այսինքն եթե համակարգված է, այս բլոկն էլ ղեկավարել եմ ես, պարզ խնդիր կա, չէ՞ որ այդ համակարգվածությունը պետք է ինչ-որ մեկ կենտրոնից լիներ։ Ուր է այդ կենտրոնը։ Արտաշատ ցանցի պետի ենթադրյալ կատարածը, որովհետև ես համոզված եմ, որ այդտեղ ցուցումների նաև բացատրություն վերցնելուց խնդիրներ են եղել, ենթադրյալ կատարածը բերել կապել, որ ամբողջ հեծը դա համակարգված է եղել, նորից եմ կրկնում, իմ կարծիքով հանցակազմ պարունակող արարք է։ Հաջորդը, որ ցանկանում եմ ներկայացնել, որպեսզի կառավարիչը կարողանա այսպես ինտենսիվորեն ներկայացնել, որ համակարգված է եղել, խախտում է ձերիս կողմից սահմանած պահանջները։ Ես չեմ համոզված եմ, որ հանձնաժողովը դա տեսնում է։ Աշխատակազմը հանձնաժողովի հայտարարում է, որ ոչ բոլոր դեպքերում են հաշվիչները տարվել ստուգաչափման։ Այսինքն, եթե հələ պատկերացրեք մի իրավիճակ, նույն հանձնաժողովի անդամներին է վերաբերում խոսքս, պատկերացրեք մի իրավիճակ, որ Հազինյան Դավիթը վերցներ այդպիսի մի քանի հաշվիչ չտաներ լաբորատոր ստուգման եւ որոշեր, որ այդտեղ պետք է ինչ-որ միջինացած հաշվարկ արվի կամ չգիտեմ ինչ արվի։ Այդ հայտարարությունները ուղղակի ենթադրում են ցանկությունը համակարգված դարձնելու, խաղալու մեր ժողովրդի նուրբ լարերի վրա, որ գիտեք ինչ դե հեծը սենց արեն, նենց արեն, ինչպես նույն գործելակերպը շարունակվում է եւ կառավարչի աշխատակազմը չկարողացավ անգամ պատասխանել իմ բազմաթիվ պնդումներին եւ լրատվամիջոցներով եւ մնացած տեղերով, որ համենայն դեպս այս բլոկով աշխատում են մեր ձևով։ Դա չի կարող քննարկվել, նոր որևիցե ավելացում չկա, ասեմ հակառակը այն գործառույթները, որոնք իմ ժամանակ կատարվել են որպես բլոկի ղեկավար իմ աշխատակազմի հետ միասին, որոշներ անգամ թերի են արվում, մի քանի օրինակով ձեզ ասեմ, որսի պատկերացնեք, թե ով էր ավելի լավ պայքարում այս երևույթի դեմ։ Ձեզ չեմ ներկայացնում, դուք ինձանից լավ գիտեք, մենք ոնց ենք պայքարել, պարոն Աղինյանը ժպտաց որպես համաձայնության նշան եմ ասում, դուք բոլորդ լավ գիտեք, անգամ իմ դաստիարակությանը եւ ընտանիքին ոչ հարիր բաներ են կպցնում, ինչ թե ես ինչ եմ ասել մեր աշխատակիցներին հավելագրում կատարելու կամ կիլովատ վաճառելու առումով, անգիր գիտեք, ես մեր ժողովրդին եմ դիմում, թե մենք մեր ձևով ինչպես էինք պայքարում այս երևույթների դեմ։ Նախ առաջինը հաշվի առնելով, որ կառավարիչը պաշտոններում նշանակել են մարդկանց, որ բացարձակ կոմպետենտ չեն, ամենայն հարգանքով այստեղ անձնական խնդիր չունեմ ես, նամանավանդ իմ տեղը նշանակված գործընկերոջ հետ, բայց չեն հասկանում ինչ է նշանակում կորուստ։ Կորուստ հարգելի հայրենակիցներ, դա նշանակում է մի կողմից հավելագրում, այսինքն ինչ որ մեկի վրա ավել այսպես չծախսած կիլովատ գրել, մյուս կողմից հայտնաբերել այն երևույթները, որոնք հավելագրման հետևանք են, այսինքն եթե կատարվում է հավելագրում, բնականաբար այդ հավելագրումը ինչպես սիրում են նշել կառավարիչը առանց հիմնավոր որևիցե բացատրության մոնետիզացվել է։ Հիմա մոնետիզացման դեպք որպես այդպեսին ինձ հայտնի չի, ամենայն դեպս գլխամասի մակարդակով, մնացած մակարդակներով էլ եթե հայտնի է, ամենայն դեպս ես չեմ ցանկանում այսպես բանավոր քաղաքական հայտարարություններ լսել, ես ցանկանում եմ տեսնել քրեական գործ, ցանկանում եմ տեսնել
ում հետ այդ դա մոնետիզացվեց, չգիտեմ, եւ այլն։ Հիմա մենք ինչ ենք արել, մենք զսպել ենք, այսպես ասած, կորուստը երկու ճանապարհով։ Հանձնաժողովը դա անգիր գիտի, ուզում եմ մեր ժողովուրդը իմանա։ Մենք երբ որ գտել ենք հավելագրում, պրոբլեմներ, մենք հաջորդ քայլով հենց այդտեղ փնտրել ենք նաև այդ դրա արդյունքում առաջացած կիլովատը, որը պետք է վաճառվի։ Դա հաստատելու հետ կապված, ուրեմն միայն մի մասնաճյուղում մենք հայտնաբերել ենք դեպք, հենց անցած տարի 24 թվականին, մոտավորապես 140-ից 160 հազար կիլովատ այդպես ասած մոնետիզացվում էր։ Հիմա կարող է հարց առաջանալ, ինչու չենք մենք դիմել նախաքննական մարմիններին, մենք մեր հնարավորություններով վերականգնել ենք, պատժել ենք աշխատակիցներին, որի արդյունքում այդ խնդիրը վերացել է եւ համապատասխան մասնաճյուղում տեղի ունեցել կորուստի նվազում։ Այսինքն այդտեղ եղել է իմ ասած երկու խնդիր է, եւ մեկը եւ մյուսը։ Երկրորդը վիճահարույց